Կարոտել էինք, այսօր եք երեխեք։ Դաշնակցությունը լուռ էր, որովհետև աշխատում էր։ Նախագահի եւ մասնագիտական խմբի հետ քննարկումներից հետո խմբակցության անդամները հայտարարեցին. Սահմանադրության բարեփոխման նախագիծը 95% համապատասխանում է կուսակցության պատկերացումներին։ Այս փաստաթուղթը մեզ բավարարում է, թեև կրկնում եմ, մենք ունենք դեռ բազմաթիվ առաջարկություններ, եւ մենք ամեն ինչ անելու ենք եւ քարոզչական առումով եւ հանրության հետ հանդիպումների մասնագիտական քննարկումների առումով, որպեսզի արդեն հանրաքվեով մեր ժողովուրդը ընդունի նոր սահմանադրությունը եւ մենք գնանք բոլորովին նոր ուղղությամբ։ Անցում խորհրդարանական կառավարման 100% համամասնական համակարգ եւ ընդդիմության ստեղծում, որն ունի լծակներ իշխանության վրա ազդելու համար։ Դաշնակցության 3 շեշտադրումները արտացոլված են սահմանադրության առաջարկվող տեքստում։ Աղվան Վարդանյանը շեշտում է, Հույդան իր 5 խորհրդարանականներով կարողացավ ներկայացնել երկրի զարգացման նոր մոտեցումներ։ Խաղի կանոնները փոխվել են, բոլորովին այլ որակի մենք Հայաստան ենք ունենալու այս սահմանադրության փոփոխությունից հետո։ Հույդա խմբակցության ղեկավարը շեշտեց, փոփոխությունները կբերեն իշխանության ապակենտրոնացման։ Նոր սահմանադրությամբ իշխանական լիազորությունները բաշխված են, համակարգում մեն իշխանություն չի լինի։ Արմեն Ռուստամյանը թերահավատորեն է ընկալում հայտարարություններն այն պաշտոնյաների, որոնք մտահոգություններ են հայտնում 200 էջանոց փաստաթղթի հրապարակումից ժամեր հետո, առանց ընթերցելու։ Հույդան հրավիրում է բովանդակային քննարկումների։ Ես լուրջ կասկածանք ունեմ, որ այդ մարդկանց մանկության երազանքն ա եղել նախագահ լինել, հիմա այդ նախագահի պաշտոնը վերացել է։ Բարգավաճ Հայաստանը նախագծի հիմքում իշխանության վերարտադրության խնդիր չի տեսնում։ Այդ պատճառով էլ ԲՀԿ-ն սահմանադրության նոր նախագծին դիմախոսների մեջ չի լինի։ Միքայել Մելքումյանը հիշեցնում է, դեռ 2012-ին խորհրդարանական կառավարման անցումը ներառված էր կուսակցության նախընտրական ծրագրում։ Ոչի այսպես կոչված շարժմանը ես կարող եմ հստակ պնդել, որ Բարգավաճ Հայաստան չի միանալու։ ԲՀԿ-ն առաջիկայում քաղաքական որոշում կկայացնի, մինչև այդ Հույդան եւ ԲՀԿ-ն կհանդիպեն Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ, կներկայացնեն մտահոգությունները, հուզող հարցերը եւ կլսեն քաղաքական ուժերի մոտեցումները։ Հայկուհի Ասատրյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։